Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նավը մոտեցավ կառամատույցին, Պողոսը և իր ընկեր Շիղան իջան նավից և գնացին դեպի Փիլիպպե քաղաք։ Վաճառատներում և փողոցներում նրանք կրկին ու կրկին ասում էին. Աստված սիրում է քեզ, նա իր որդուն ուղարկեց այս աշխարհ, հավատա Տեր Հիսուսին ու կփրկվես։ Լիդիան հավատացել էր և ուրախությամբ լսում էր Հիսուսի մասին պատմությունները, իսկ ուրիշները տխուր էին և բարկացած բղավում էին։ Նրանք ապստամբություն են առաջացնում, մենք չենք ցանկանում լսել սա, տարեք նրանց այստեղից։ Նրանց քարերով հարվածում էին, հանկարծ ամբողջ բազմությունը դուրս եկավ Աստծո խոսքը տարածողների դեմ։ Բարկացած մարդիկ պատռեցին Պողոսի և Շիղայի հագուստները ու ծեծեցին նրանց։ Նրանց մեջքը ցավում էր, քանի որ ձողերով էին հարվածել։ Նրանց գցեցին մութ, խոնավ բան, որտեղ նրանց ոտքերն ամրացրին կոճղի մեջ։ Ամեն բան ցավում էր, նրանց մեջքը այրվում էր ցավից։ Աստվածաշնչում կարդում ենք, որ բանտարկյալները ոչ միայն չդժգոհեցին կամ չհարցրին, թե ինչու Աստված թույլ տվեց, որ սա պատահի իրենց հետ, այլ կեսգիշերին Աստծուն փառաբանող երգեր էին երգում։ Ու մի բան էլ տեղի ունեցավ. Աստված նրանց օգնեց ուժեղ երկրաշարժի միջոցով։ Նրանց շղթաներն արձակվեցին, իսկ դռները բացվեցին։ Բանտապետն աղմուկից արթնացավ։ Առաջինը մտածեց, որ բանտարկյալները փախել են։ Նա վախենում էր, որ դրա պատճառով կպատժվի և ուզում էր մահանալ։ Նա վերցրեց իր թուրը։ Սպասիր, մի վնասիր քեզ, բոլորս այստեղ ենք։ Իսկապես, ոչ ոք չէր փախել։ Բանտապետը, ով դողում էր, ընկավ Պողոսի ոտքերի առաջ։ Ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Դու ոչինչ անելու կարիք չունես։ Հիսուսն ամեն բան արեց քեզ համար։ Հավատա նրան և կփրկվես։ Դա այդքան պարզ էր։ Բանտապետը հավատաց և փոխվեց։ Նա այլևս չէր ցավեցնում բանտարկյալներին։ Նա նաև ուտելիք տվեց Պողոսին ու Շիղային, վերքերը դեղերով մշակեց։ Հաջորդ առավոտ զորապետները պատվիրակներ ուղարկեցին բանտապետի մոտ և ասացին, որ այդ երկու մարդուն ազատ արձակի։ Նրանք գնացին Պողոսի և Շիղայի մոտ և ներողություն խնդրեցին իրենց վատ պահվածքի համար։ Դրանից հետո Պողոսն ու Շիղան շատ ուրիշ տեղեր ճամփորդեցին և ուրիշներին էլ ասացին. Հավատա Տեր Հիսուսին ու կփրկվես և կունենաս հավիտենական կյանք։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։